Ուրեմն մեր զրույցը այսօր ուզում եմ վարել բնականաբար ամենակարևոր լուրի եւ իրադարձության մասին, որը վերաբերում է Վաշինգտոնում Թրամփի ուղու մասին լրացուցիչ տեղեկությունների հրապարակումով, քանի որ եթե հիշում եք անցյալ տարվա օգոստոսի 8-ին արձանագրվեց Վաշինգտոնում այդ ծրագրի ծնունդը, հայտարարվեց, ես անմիջապես հաջորդ օրը խոսեցի այդ մասին, քննադատեցի, այսօր այդ քննադատությունս ամբողջությամբ ուժի մեջ է մնում, մոտ 40-45 րոպե խոսել եմ, հղումը կդնեմ մեկնաբանությունների դաշտում, բայց այսօր հրապարակվել են կամ 3 լրացուցիչ տվյալներ, թե ինչպես է գործելու այդ ճանապարհը, որը Ադրբեջանը եւ Թուրքիան անվանում են Զանգեզուրի միջանցք։ Առհասարակ, եթե շատ կարճ մեկնաբանեմ անմիջապես, պետք է ասեմ, որ ինչպես պարզ էր դեռ անցյալ տարվա օգոստոսից, Հայաստանի օրվա իշխանությունը, Փաշինյանական խունտան համաձայնել է 100 տարով Հայաստանի ինքնիշխան տարածքի մեծ հատվածներ հանձնել ԱՄՆ-ի տնօրինությանը։ Այսինքն խոսքը վերաբերում է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քառակուսի կիլոմետրերին, ուրեմն քիչ հետո երբ կարդանք, թե ինչն են հանձնում այն միջազգային զարգացման, ուրեմն այն ընկերությանը, որը կոչվելու է TRIP-ի զարգացման ընկերություն, թե ինչն են հանձնելու, պարզ կլինի, որ խոսքը իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող մեծ տարածքի մասին է, ընդ որում ամեն ինչ չէ, որ արդեն հրապարակվել է, շատ հարցեր մնում են դեռևս մութ, բայց ի հայտ են եկել նոր տվյալներ, որոնց մասին արդեն կարող ենք խոսել եւ վերլուծել, հասկանալ, թե ինչ է նախատեսված, ուրեմն 3 ԱՄՆ պետդեպարտամենտի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի համատեղ հայտարարությամբ։ Ուրեմն նախատեսվում է Միացյալ Նահանգներին հանձնել ուրեմն այդ հատուկ հիմնադրվելիք զարգացման ընկերության, որը կոչվում է TRIP-ի զարգացման ընկերություն, այդ ընկերությանը հանձնել բաժնետոմսերի 74%-ը։ Հայաստանը պետք է հանձնի, իսկ ինքը պահի 26%-ը, բաժնեմասը, 26% ընդամենը, առաջիկա 49 տարվա ժամկետով։ TRIP-ի զարգացման այդ ընկերությունը դա նույն Միացյալ Նահանգներն են, այսինքն Միացյալ Նահանգների կառավարությունն է փաստացիորեն որոշելու ինչպես է այդտեղ կառավարվելու, ինչպես են ընթանալու շինարարական աշխատանքները եւ այլն, դա այդ զարգացման ընկերությունը ամբողջությամբ ենթակա է լինելու Միացյալ Նահանգների իշխանություններին։ Սա հասկանալի է։ 26% բաժնեմասով բնականաբար Հայաստանը որևէ ձայն լուրջ չի ունենալու այն կարևորագույն հարցերում, որոնք դրված են լինելու այդ TRIP-ի զարգացման ընկերության առջև։ Տեսեք, որ հարցերն են։ Ուրեմն այդ ընկերությանը, այսինքն ԱՄՆ-ին, տրամադրվելու է բացառիկ իրավունք ծրագրել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել եւ պահպանել ուշադրություն։ Այս բոլոր բառերը կարեւոր են, հատկապես կառուցել, շահագործել եւ պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները,
Խոսքը վերաբերում է երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներին։ Բացի այդ ընկերությանը բացառիկ իրավունք է տրվում պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների եւ ծառայություններ մատուցողների հետ, ստեղծել եւ հավաքագրել եկամուտներ ենթակառուցվածքների շահագործումից, կառավարել թրիփ երթուղին որպես ինտեգրված համակարգի մաս։ Տեսեք, արդեն ուրեմն մի համակարգի մասին է խոսքը, որը կառավարելու է այդ ամերիկյան ընկերությունը։ Ինքն է որոշելու ում հետ է պայմանագրեր կնքելու շինարարական ընկերությունների, թե օպերատորները, թե ծառայությունները, մատուցողները իրենք են որոշելու։ Հիմա տեսնենք, թե որքան լայն է այն շրջանակը, որը հանձնվում է այդ ընկերությանը։ Հանձնվում են ենթակառուցվածքի այնպիսի կարևոր մասեր, ինչպիսիք են երկաթուղիները, տերմինալները, կայարանները, շարժակազմի սպասարկման օբյեկտները, ավտոմայրուղիները, ճանապարհները, կամուրջները, թունելները, նաև էներգետիկ ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, նավթատարները, գազատարները, թվային ենթակառուցվածքը, օպտիկա մանրաթելային ցանցերը, ինչպես նաև օժանդակ ենթակառուցվածքը, վարչական շենքերը, կոմունալ ծառայությունները, անվտանգության եւ պաշտպանական համակարգերը։ Այս ամենը տնօրինելու է ամբողջությամբ եւ կառավարելու է ամերիկյան ընկերությունը, իրականում ամերիկյան կառավարությունը։ Տեքստի մեջ մի քանի տեղ մտցված է կետ, որ այդ ամենը արվելու է ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունը լինելով փոքր պետություն եւ չունենալով այս ընկերության բաժնետոմսերի վճռորոշ մասը, բաժնեմասը, չի կարող որևէ ազդեցություն ունենալ վճիռ կայացնելու վրա եւ որևէ առարկություն չի կարող ներկայացնել այդ ընկերությանը։ Այդ առարկայությունը մերժվելու է մանավանդ, երբ նկատի ենք ունենում հենց թեկուզ այսօրվա խամաճիկ իշխանություններին, որոնք դեռ չհանձնած այդ ենթակառուցվածքներն արդեն իսկ ենթարկվում են օտար պետությունների, տերությունների յուրաքանչյուր փրշտոցին, պահանջին եւ այլն, անմիջապես կատարում են այդ պահանջները։ Ուրեմն այս ամենը հանձնելուց հետո ինչպես են պարտադրելու իրենց կամքը, եթե այդպիսի կամք ունենան։ Ուրեմն նայենք մի քիչ ավելի մանրամասն։ Այս ենթակառուցվածքները չի նշված, թե որտեղ են լինելու։ Սովորաբար ընդունված է մեզանում կարծել, թե Մեղրիում են, Մեղրիի շրջանում են լինելու։ Լավ, ընդունենք, թե երկաթուղին առաջին գիծը կառուցվելու է Մեղրիում, բայց այստեղ նշված են բազմաթիվ ուրեմն գծեր, ավտոմայրուղիներ, երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ եւ այլն, սա կարող է վերաբերել ոչ միայն Մեղրին, այլև ամբողջ Սյունիքին։ Եվ գուցե նաև ամբողջ Հայաստանի տարբեր մասերին։ Իսկ ով ասեց, որ այս թրիփը վերաբերելու է միայն Մեղրիի շրջանին կամ միայն Սյունիքի ճանապարհներին։ Կարող է Հայաստանով անցնող մյուս ճանապարհներն էլ տրամադրվելու են թրիփին, որը կառավարելու է այն որպես ինտեգրված համակարգի մաս։ Չգիտենք, ընդունենք, եթե նույնիսկ միայն Սյունիքն է։ Հատկապես ուշագրավ է ամերիկյան կողմին տրվող բացառիկ իրավունքների այն կետը, ըստ որի թրիփի զարգացման ընկերությունը կարող է ինքնուրույնաբար պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների եւ ծառայություն մատուցողների հետ։ Հիմա մենք կարող ենք կասկածել, որ այդ պայմանագրերը, որը կնքելու է ամերիկյան կողմը, լինելու են նաև թուրքական եւ ադրբեջանական ընկերությունների հետ։ Ինձ թվում է սրանում կասկած լինել չի կարող։
որովհետև նրանք մոտ են, նրանք Միացյալ Նահանգների դաշնակիցն են, եւ ամբողջությամբ այնինչ անում է մինչև այսօր Միացյալ Նահանգները համապատասխանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, այդ մասին պարզ հայտարարում են եւ Անկարայում եւ Բաքվում։ Մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա, հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այսօր էլ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ այդ երեկվա համատեղ հայտարարությունով նախատեսված կետերը լիովին համապատասխանում են Ադրբեջանի շահերին եւ այն պահանջին, որ Ադրբեջանը պետք է ունենա անխոչնդոտ երթևեկություն Հայաստանի այդ այսօրվա տարածքով։ Իսկ ինչ է նշանակում շինարարական ընկերությունների, թուրքական, ադրբեջանական ընկերությունների ներգրավում այդ աշխատանքներին։ Պարզ է, որ բերելու են թուրքերին, ադրբեջանցիներին, Թուրքիայի քաղաքացի ուրիշ տարերին, քրդերին եւ այլն, որպես էժան կամ ոչ էժան բանվորական ուժ, եւ այդ ուժը մեծ է լինելու այնտեղ։ Այսինքն հարյուրավոր բանվորների մասին չի խոսքը, այլ հազարավոր բանվորների մասին է խոսքը լինելու։ Եվ ինչպես ասացի, Հայաստանը որևէ հարցում գործնական առարկություն ցուցաբերել չի կարողանալու։ Ուրեմն նշանակում է սա, որ Սյունիքը ողողելու են թուրքերով, ադրբեջանցիներով, նաև այլազգի ու այլակրոն այլ տարերով հնդիկներ կլինեն, թե պակիստանցիներ կլինեն, թե արաբներ կլինեն, եւ դրանից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ կանեն, որպեսի այդ բանվորական ուժը, իհարկե ոչ միայն բանվորներ կլինեն այնտեղ, կլինեն նաեւ ինժեներներ եւ այլն, որպեսի այդ օտար տարը, որը մուտք կգործի Հայաստան որպես շինարար, մնա այնտեղ եւ բնավորվի ու բնակավորվի Հայաստանում։ Դրա համար հատուկ գումարներ կտան նրանց։ Նաև կապահովեն անվտանգությունը։ Այստեղ կետերից մեկը մի քիչ հետո կխոսենք հենց անվտանգության մասին է։ Եվ այս առումով պետք է հիշեցնեմ, որ Մեղրի շրջանը սակավամարդ է։ Մեղրի բնակչությունը, ներառյալ Մեղրի եւ Ագարակ քաղաքները, կազմում է ընդամենը մոտ 10,000 մարդ։ Իսկ ժողովրդագրական իրավիճակը անմիջապես Հայաստանում կփոխվի ընդամենը մի քանի տարում։ 1, 2, 3 տարում։ Անմիջապես այն բանից հետո, երբ սկսվեն այս շինարարական աշխատանքները։ Նույն հայտարարության համաձայն Թրիփի զարգացման ընկերությունը, այսինքն Միացյալ Նահանգները, կարող է մասնավոր օպերատիվ անվտանգության անձնակազմ ներգրավել իր աշխատանքներում։ Եթե պարզ լեզվով ասենք, սա նշանակում է, որ Հայաստանի հարավում եւ Իրանի սահմանին տեղակայվելու են ամերիկյան զինվորական ստորաբաժանումներ, մասնավոր անվտանգության ընկերությունների անվան տակ, այն ռուսերեն ՉՎԿ, որ ասում են այդպիսի ընկերությունների միջոցով։ Առհասարակ նման ընկերությունները ենթարկվում են դարձյալ այն պետությանը, որտեղ նրանք գրանցված են, որտեղ բաղկացած են նախկին զինվորականներից, ներկա զինվորականներից, որոնք չեն ցուցադրում, որ իրենք դեռևս շարունակում են ծառայել ուրեմն իրենց պետությանը, հատուկ ծառայությունների աշխատակիցներից։ Եվ պետք է հասկանանք, որ այս կետը չափազանց վտանգավոր է ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության համար, այլև
հարևան եւ սահմանակից Իրանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների համար։ Այս կետով, այսինքն ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերությունների ստորաբաժանումների Հայաստանի եւ Իրանի սահմանին կամ սահմանին մոտ տարածքում տեղակայումով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները արմատապես խաթարվելու են ու փչանալու են։ Իսկ եթե հիշենք, որ Մեղրիում տեղակայված են նաեւ ռուսական սահմանապահ զորքեր եւ կան նաեւ հայկական զորքեր, ապա պատկերը մի քիչ ավելի հետաքրքիր կլինի։ Մենք ունենալու ենք հայկական զորքեր, ռուսական զորքեր եւ ամերիկյան զինված ուժեր, այսինքն այդ տարածքում, փոքր տարածքում, եւ ինչպես են նրանք գոյակցելու միմյանց հետ, երբ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրականում թշնամիներ են այսօր, ինչպես են գոյակցելու Սյունիքում, նաեւ Իրանի եւ Ադրբեջանի հետ սահմանին են լինելու, այսինքն շատ մոտ են գտնվելու իրանական զորքերին եւ ադրբեջանական զորքերին։ Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրավիճակը անխուսափելիորեն պայթելու է։ Եվ դրա հետևանքներից տուժողը լինելու է Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Մենք ենք լինելու տուժողը, որովհետեւ բախումը լինելու է մեր տարածքում։ Թե դա կլինի ամերիկյան զորքերի բախում իրանական բանակի հետ, թե կլինի ռուսական զորքերի բախում ամերիկացիների հետ, թե հայկականի բախում, չգիտեմ, ադրբեջանցիների հետ, որը խառնելու է այսպես ամեն ինչը եւ այլն, հայտնի չէ։ Բայց որ մի բան լինելու է այդ փոքր տարածքում այդքան զորք կա կուտակված, դրան կասկած լինել չի կարող։ Տեսեք, թե ինչպես է իրավիճակը մեր տարածաշրջանում։ Եվ այս պահին այս ծրագրի հրապարակումը Վաշինգտոնում ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որովհետև դրանով Միացյալ Նահանգները փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել Իրանի ներկա իշխանությունների վրա այն պահին, երբ այնտեղ անկարգություններ են եւ իրական խռովություն է։ Իսկ մեզ համար այս պահը, հենց երբ հայտարարվեց այդ մասին, դրանց վատը պատկերացնել դժվար է, որովհետև Միացյալ Նահանգները բացահայտ սպառնում է հարվածնել հասցնել Իրանին։ Հենց այսքանի օրը կարող է վաղը հասցնի, մյուս օրը հասցնի։ Չնայած ես հուսով եմ դեռ կհետաձգվի այդ ամեն ինչը եւ գուցե տեղի չունենա, բայց վտանգը կա։ Ինչ է ստացվում։ Իրանը ինչ աչքով է նայելու այս ծրագրին։ Երբ հիմա Հայաստանը ասում է, ես պատրաստվում եմ քո սահմանին բերել տեղակայել ամերիկյան զինված ստորաբաժանումներ, եթե ոչ այսօր, կես տարի, մի տարի, երկու տարի հետո։ Բայց առաջնային ստորաբաժանումները կարող են ժամանել ավելի շուտ, կարող են ժամանել մեկ ամիս հետո, չգիտենք։ Այս պայմաններում պետք է հիշենք նաև, թե ինչ է նշանակում փոքր թույլ պետության համար տարածքի արտապատվիրակումը մի մեծ հզոր տերությանը կամ արտապատվիրակումը կամ հանձնումը, որտեղ դա հանձնել է, հասկանում եք, այդ շենքերը, այդ ճանապարհները, այդ ամեն ինչը գտնվելու են այդ թրիփի զարգացման ընկերության կառավարման եւ տնօրինության ներքո։ Երբ ասվում է, մի քանի անգամ ասում եմ, կրկնում եմ, որ Հայաստանի օրենսդրությամբ է լինելու, Հայաստանն է վերահսկելու, ինչն է վերահսկելու, ո՞նց է վերահսկելու։ Հայաստանն այսօր կարողանում է վերահսկել, օրինակ եմ բերում, ամերիկյան համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, թե ինչ ծրագրերով են ուսանողներին
ուրեմն ինչ ծրագրեր են այնտեղ ներկայացվում, ինչ ֆակուլտետներ են եւ այլն եւ այլն։ Դա չի կարող վերահսկել նույնիսկ ուր մնաց թե այդ ահռելի ընկերությունը վերահսկեն, որը նաեւ անպայման պայմանագրեր կկնքի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ եւ Հայաստանի կառավարության վրա կունենա այնպիսի մի ազդեցություն, փաստորեն Հայաստանը կկառավարի այդ թրիփի միջազգային այդ ընկերությունը, թրիփի զարգացման ընկերության հնարավորությունները այնքան մեծ են լինելու, որ Հայաստանի կառավարությունը հայտնվելու է ամբողջությամբ դրա վերահսկողության տակ, ոչ թե հակառակն է լինելու, ոչ թե Հայաստանն է վերահսկելու այնտեղ։ Եվ այն մեծ գումարները, որ հոսելու են այդ ընկերության ուրեմն բյուջեի մեջ, եւ այդ զինված պահպանությունն ու պաշտպանությունը այդ ընկերության եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավվածությունը, որոնք իրենց զորքերը անմիջապես կանգնած են երկու կողմից լինելու Սյունիքի եւ Արևելքից եւ Արևմուտքից կանգնած են լինելու եւ կարող են գործածվել որպես ճնշման լավագույն միջոց յուրաքանչյուր պահի այդ թրիփի զարգացման ընկերությունը օգնության է կանչելու, եթե դուրը չեկավ մի ինչ-որ բան Հայաստանում, ադրբեջանական զորքերին կամ նույնիսկ թուրքական զորքերին։ Այս անգամ հենվելով հենց այս փաստաթղթի վրա, ասելով, որ ես ունեմ բացառիկ իրավունքներ, այս բացառիկ իրավունքները Հայաստանի կառավարությունը ուզում է խախտել այս կետում կամ այս կետում կամ այս կետում։ Եվ չեմ ասում այն մասին, որ այդ ամեն ինչը կարող է կատարվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահրմամբ։ Որտեղ նրանք կարող են կաշառել այդ ընկերության ղեկավարներին, որոնք կլինեն տեղում Սյունիքում կամ Երևանում, չգիտենք որտեղ է, որ ճանապարհների մասին է խոսքը։ Միայն Մեղրին չի հաստատ, այնպես ինչպես նկարագրված է։ Կարելի է այսպիսի դիվանագիտությանը միայն ասել բրավո, այսպիսի ըզգլխիչ դիվանագիտությանը, միայն թե նման գլուխգործոցի գինը կարող է լինել Հայաստանի մասնատումն ու վերացումը աշխարհի քարտեզի վրայից։ Մնում է մեզ միայն հասկանալ, թե այս անգամ ինչպես են փորձելու հայկական հողերի հանձնումը կամ արտապատվիրակումը փաթեթավորելու օրինականության եւ սահմանադրականության շրջանակներում, որովհետեւ ինքնիշխան տարածքի օտարումը պետական հանցագործություն է, ինչպիսի գեղեցիկ հնարովի եւ կեղծ պատճառաբանություններով այն կատարվի, ինչպես էլ այն քողարկվի։ Տեսեք, մի օրինակ բերեմ ընդամենը, որ արդեն հնչեցրել էի անցյալ օգոստոսին, բայց կարծում եմ բոլորս պետք է հիշենք պատմական զուգահեռ օրինակները։ Մակաոն, որը Չինաստանի առափնյա մի քաղաք շրջան էր, մոտ 30 քառակուսի կիլոմետրանոց, Չինաստանը հանձնել էր Պորտուգալիային 1557 թվականին։ Հենց այդպես, այսինքն արտապատվիրակել էր, հանձնել էր որոշ ժամանակով եւ կարողացավ հետ ստանալ 442 տարի հետո, այսինքն կես հազարամյակ անց 1999 թվականին նոր միայն Մակաոն վերադարձավ Չինաստանի քաղաքական վերահսկողության տակ։ Քաղաքական, ռազմական, ֆինանսական։ Հասկանում եք, Հայաստանը ինչպես է 49 տարի հետո կամ 99 տարի հետո վերադարձնելու Մեղրին, Սյունիքը կամ այն մյուս ճանապարհները, որ չգիտեն, գուցե Հայաստանի հյուսիսային կենտրոնական մասերով են գնալու, այդ թրիփին են գուցե ենթակա լինելու։ Ինչպես է Հայաստանը դրանք կարողանալու վերադարձնել։ Դա գրեթե անհնար է լինելու։ Ուրեմն Հայաստանը
կրելու է ծանր հարվածներ այս թրիփի ծրագրով, սա լինելու է հենց այն Զանգեզուրի միջանցքը, որի մասին խոսում է Ադրբեջանը և Թուրքիան, և այդ ծրագրով, այդ շինարարական աշխատանքներից սկսած և վերջացրած զինված ուժերի տեղակայումով Հայաստանի տարածքում Հայաստանի ինքնիշխանությունը քայքայվելու է այն աստիճան, որ այլևս վերականգնել հնարավոր չի լինի։ Այսօր այսքանը, շնորհակալություն։